Հարյուր 30 հունվար Լուսինը 13-ի 14 է փոխում և գտնվում են Խեցգետինում, ավելի շատ կենցաղային ծնող երեխա հարաբերությունների շրջանն է, մի քիչ ձեր տանը շատ գործ արեք։ Քանի որ այս ժամանակահատվածը ում հուզական զգայունությունը մեծանում է, դուք պետք է ավելի նրբանկատ և ուշադիր լինեք ձեր սիրելիների հետ, ինչը միայն օգուտ կբերի ձեզ։ Վստահելի զրույցները համատեղ հանգիստ և քնքշություն ցուցաբերելը կստեղծեն հարաբերությունների ամուր հիմք։ Այսօրը կարևոր է խուսափել վիրավորանքի հնարավոր արդարացումներից, քանի որ Խեցգետինը միշտ հիշողությունների մեջ է լինում, անցյալն է շատ երկաթեթագնի մի հատ առաջ է գալիս, կհիշի, հիշաչարություն է տալիս, կլռի կհիշի, ու մի գեղեցիկ օր չի նայի մարդկա թե չկա, կարող է ձեզ վիրավորի, հիշեցնի այդ վատը։ Խեցգետինի էներգիան աջակցում է ընտանեկան բույնում միջոցների և ներդրումների իմաստուն տնօրինմանը, լավ ժամանակ է տան բարելավման գնումներ կամ անշարժ գույքի հետ կապված հարցեր պլանավորելու համար, մինչև հունվարի 10-ը ինչ գործեր ունեք, դա ներողություն, փետրվարի 10-ը խավարումների միջանցքը սկսվելու է 10-ից հետո, ինչքան կենցաղային հարցեր ունեք բնակարան հարկու վաճառ կարգի բերել, արեք։ Կա հավանականություն, որ դուք ստիպված կլինեք շատ երկար սպասել դրանց վերադարձին, դրա համար արագացրեք ինչ-որ անում եք, հետո մի որոշ ժամանակ դադարեք տալու։ Հիմա, քանի որ ասել է Ուրան, Նեպտուն մոլորակը խոյում է, այնտեղ արդեն երկարատև բացատրություններ կա, հերթով փոքր հատվածներ, ես կասեմ ձեզ, որ ինչն է հիմնականը գլուխ բարձրացնելու, ասեցի արհեստական բանականություն է, որ ես չեմ կարող հասկանալ ինչքան դա դրական կլինի, մի քիչ ռոբոտային սիստեմա գալիս, ենթագիտակցության հետ կապված խնդիրներն են դա, քանի որ ասել է անցավ անգամ ենթագիտակցությունը անսահման է, որը կոպիտ ասած հիշողություն է կոչում իր ամբողջ անցյալի պատմությունը, մինչև անգամ երազներ, օրվա իրադարձությունները պահված է մեր ենթագիտակցության ծալքերում։ Գիտակցությունն է շատ սահմանափակ։ Անձնական պատասխանատվություն, ճշմարտության որոնում դուրս է գալիս առաջին պլան, այլ ոչ թե արտաքին փրկիչներին հետևել, կրոնական ծայրահեղականություն, ֆինանսական խարդախություն, իմպուլսիվ որոշումներ, մոլեռանդության աճ, եղեք համբերատար։